Ժորժան, բարև ձեզ, ես Արման Ղուկասյանն եմ, օրը սկսվել է շատ բարի լուրով, հետաքրքիր տեսարաններով, հաճելի մթնոլորտում դիտենք։ Ժորժան, ինչ հաճելի եւ շատ կարևոր քննարկում է, չէ՞ գնում մարդկանց խնդիրների մասին, մարդկանց խնդիրների, առհասարակ լուծումների մասին, Երևանի ավականին, այո, Երևանի խնդիրների, երևանցիների խնդիրների մասին տեսեք ինչ թեժ կռիվներ ու բանավեճեր է գնում։ Երևանի ավականի եմ ասել, ավականու անդամներ եմ ասել։ Դե նույնն էլ ազգային ժողովում ենք էլի տեսել։ Նենց է որ ավականին ուղղակի չի ուզում ազգային ժողովից հետ մնա, տենց սովորել է ազգային ժողովից եւ օրինակ է վերցրել, ասում է՝ «Խի պիտի ես հետ մնամ»։ Բանտե թեժ քննարկում են մարդկանց խնդիրները, ընդ իրար լուծումների համար տեսեք ոնց են բանավիճում իրար հետ, ինչ թեժ բանավեճեր է, մտքերի ինչ թեժ բախում է, որոշել են Երևանի ավականիում էլ նույն բախումները կազմակերպել, նույն թեժ վիճաբանությունները հանուն երևանցիների, հանուն ժողովրդի, հանուն քաղաքացիների։ Իսկ այդ ընթացքում մարդը գնում է խանութ, չգիտի, ոնց իր 20,000 դրամով, մնացած 20,000 դրամով առնի մի շաբաթվա ուտելիք։ Էլ չեմ ասում մնացած խնդիրները, էլ չեմ ասում, որ թոշակառուների թոշակը դահական պահում է եւ առանցին էլ այդ թոշակը չի հերիքում, չի բավարարում նվազագույն պահանջներին, հա, նվազագույն զամբյուղին, սպառողական մեկը դահակն էլ պահում է այդ թոշակից, որովհետև պետությանը պարկ է թոշակառուն, պահոց չպահի, բա պետքա պահի։ Դե ինչ կապ ունի, թոշակառուն ոնց ուզում է, տենց թե յոլա գնա։ Բա դրա մասին է ավականին ու ազգային ժողովը այդտենց պայքարում են քաղաքացիների համար։ Բանկերն ու վարկային կազմակերպությունները ընդեղ են մարդկանց քամում, էլ չգիտեն մարդիկ ինչ անեն, այս վարկը վեկալեն են, մյուս վարկը փակեն են, մյուս վարկը փակեն, որ նոր վարկ վերցնեն եւ այլն, բա այնքան պարապ են ավականիում եւ ազգային ժողովում, որ մնում է բոլոր հարցերը գցել են տեղը, բոլոր խնդիրները մարդկանց լուծել են, հիմա էլ ուղղակի տենց անցել են անձնական հարցերի լուծման, էլի, հարց չկա լուծել, բոլոր հարցերը մարդկանց լուծել են, էլ ինչի մասին այնտեղ աշխատանք լինի, եւ պարզը մի հատ պետք է իրար հետ բախման գնան, ինչ ա եղել, որ սաղ խնդիրները լուծած է։ Մարդիկ ուղղակի չգիտեն այսօր ոնց գոյատևեն։ Բանկերը, վարկային կազմակերպությունները գերշահույթ ստանալով մարդկանցից ստանում են այդ գումարները, ստեղ ուրեմն ավականիում եւ ազգային ժողովում նորից եմ ասում, թեժ բախումներ ա գնում հանուն մարդու, հա, հանուն մարդուն է իհարկե ճակերտների մեջ։ Ժորժան, ես Արման Ղուկասյանն եմ, Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահն, ու գիտեք, ես մտածում եմ, որ մեզ անհրաժեշտ է նոր ընդդիմություն, ժողովրդական ընդդիմություն, ժողովրդին ներկայացնող ընդդիմություն, որը կբերի քաղաքական դաշտ այն իրական հուզող խնդիրները, ժողովրդին հուզող խնդիրները եւ դրանց լուծումները, որոնք որ պետք է լինեն քաղաքական դաշտում։ Քաղաքական դաշտը պետք է լինի մարդու մասին, մարդու շուրջ, մարդու համար, այլ ոչ թե լինի կտրված, ոնց որ այսօր ավականին է, ազգային ժողովն է, քաղաքական ուժերն են, քաղաքական դաշտն է։ Անցավ ընտրությունները անցան, տեսանք նախընտրական քարոզարշավը։ Գրեթե մի խնդիր, իրական խնդիր, որը հուզում է մարդկանց, քննարկվել է, բանավեճեր եղել է, դիսկուրս եղել է, խնդիրներ լուծումներ, ծրագրերի շուրջ պայքար, ծրագրերի շուրջ քաղաքական, մտավոր քաղաքական բանավեճ եւ այլն։ Իհարկե չէ, բացի անձնական վիրավորանքից, իսկ երբ է լինում անձնական վիրավորանք, երբ որ ասելիք չկա, երբ որ բանավեճ չկա, երբ որ քաղաքական առաջարկություն չկա, երբ որ լուծումներ չկան, ծրագիր չկա, մի խոսքով ոչինչ չկա, կա միայն անձնական վիրավորանքը, անձնական հարաբերությունների պարզելը եւ այլն։ Նման քաղաքականություն, նման քաղաքական դաշտ ժողովրդին պետք չի, ժողովուրդը հոգնել է, 8 տարի տենում է այս գզվրտոցը, հերիք է, բավական է, ժողովուրդը հոգնել է։ Ժորժան, դուք գրեք մեկնաբանություններում, թող բոլորը տեսնեն, չասեն ես եմ ասում։ Գրեք դուք, խնդրում եմ, տարածեք այս տեսանյութը, կիսվեք, օգնեք, որ դիտումները շատ լինի, դրեք լայք եւ տարածեք եւ բաժանորդագրվեք իմեջին։